Մոսկվան աջակցում է Երևանին և Բաքվին հարաբերությունների կարգավորման հարցում։ Ով կարող է լինել Հարավկովկասյան երկաթուղու նոր օպերատորը, Երևանի առաջարկն ու Մոսկվայի արձագանքը։ 077 կոդ Հայաստանի համար Թուրքիայում, ինչ է առաջարկում Անկարան։ Հայկական ձկները կարող են Եվրոպա հասնել, երբ և ինչպես։ Աճեցված Հայաստանում, արտահանված Իրանից, զգուշացում Մոսկվայից։ Ռուսաստանը սահմանափակում է նաև թուրքական մրգերի ներմուծումը։ Անտառում ուտել խմելուց հետո չմոռանաք մարել կրակը, էկոպարեկների լիազորությունները ավելանում են։ Աղիքային վարակ Բյուրեղավանում, ով է մեղավոր, հոսպիտալացվածներ կան։ Բացել փակված ձեռնարկությունը, Մուլտիստոունի աշխատակիցների պահանջը և մեկնարկել են շատիվանքի որմնանկարների ամրակայման աշխատանքները։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է եթերում, տաղավարում Հայկ Նավասարյանն է աշխատում։ Եվ այսպես Հայաստանում սպասվող թրիփ նախագծի կյանքի կոչման մեկնարկին զուգահեռ ակտիվացել են նաև հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը ստանձնած Հարավկովկասյան երկաթուղու հնարավոր նոր օպերատորի շուրջ խոսակցությունները։ Պաշտոնական Երևանը սա պարզաբանում բացատրում է նրանով, որ հարևան երկրներն այնքան էլ լավ հարաբերություններ չունեն Ռուսաստանի հետ և չեն ցանկանում ճանապարհ կիսել Մոսկվայի հետ։ Մյուս կողմից, եթե միջազգային ուղիները գան, հասնեն մեր երկրին ու շրջանցեն այն, արդյունքում կստացվի, որ էապես կնվազի Հայաստանի մրցունակությունը տարածաշրջանում։ Այնուամենայնիվ, ով կկտրի երկաթգծի կարմիր ժապավենը Հայաստանում հարցը շարունակում է մնալ օդում կախված։ Ժամի անդրադարձը։ Մեր դիրքորոշումները չեն փոխվել և չեն փոխվելու։ Դիրքորոշումները ոչ Երևանում են փոխվում, ոչ էլ Մոսկվայում, թեպետ ամիսներ առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հարավկովկասյան երկաթուղու շուրջ ստեղծված իրավիճակում Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ որոշակի ըմբռնում ենք տեսնում։ Մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետևել, թե ոնց կարող են այդ թվում մեր գործողություններ չձեռնարկելու պատճառով միջազգային երկաթգծերը գալ մտնել Հայաստան եւ Հայաստան մտնելով էլի շրջանցել Հայաստանը։ Հայկական երկաթուղու կառավարումը երրորդ երկրին փոխանցելու շուրջ քննարկումները թեժացել են այս տարեսկզբից, թեպետ երասխախուրիկ երկաթգիծը վերականգնելու Երևանի առաջարկը Մոսկվայից դրական արձագանքի արժանացավ, Հայաստանն այնուամենայնիվ օրակարգ բերեց երկաթգծերի կառավարչի հնարավոր փոփոխության հարցը։ Սա այն պատճառով, որ Ռուսաստանի հետ որոշ երկրներ ոչ այնքան լավ հարաբերություններ ունեն, իսկ Սյունիքի ամերիկյան ճանապարհով անցնելու է նաև երկաթուղին։ Հակառուսական չբացահայտվող ուժերը չեն ուզում ճանապարհ կտրել Մոսկվայի կառավարման տակ գտնվող ենթակառուցվածքներով։ Թրիփի բանակցություններին առաջարկել էին մեր երկրի տարածքով անցնող ճանապարհի ծրագրով շրջանցել հենց մեզ, ինչն էլ ըստ Նիկոլ Փաշինյանի կնշանակի, որ Հայաստանը կորցնում է իր ռազմավարական դիրքերն ու մրցակցային առավելությունները։ Մեր ասածի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Չնայած Փաշինյանի այս հայտարարությանը Մոսկվայից տարակուսանքով արձագանքեցին Հարավկովկասյան երկաթուղու վերաբերյալ Երևանի մեկնաբանություններին, ինչպես հենց բանաձևել էր Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Զախարովան։ Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մարտի 30-ին Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել է, որ Մոսկվան ոչ Աստանայի, ոչ էլ Երևանի հետ բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու շուրջ։ Ռուսական կառավարման հայկական երկաթուղին Ղազախստանին փոխանցելու հարցը Նիկոլ Փաշինյանը բնորոշել էր որպես օրակարգում թևածող, թեպետ այնպես չէ, թե Երևանի տեսադաշտում միայն Աստանան էր, այլ պետությունների անուններ էլ էին շրջանառվում՝ Քաթար, Քուվեյթ։ Ես ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ եւ բնական է հետաքրություն, խոսակցություն դրա մասին կա։ Թեև պաշտոնական Երևանի դիրքորոշումը հստակ է առ այն, որ երկաթուղու կառավարման փոփոխության հարցն առաջ բերելը Մոսկվայի դեմ ուղղված չէ, այսուհանդերձ Փաշինյանի Ռուսաստանում նախագահ Պուտինի հետ ապրիլ 1-յան հանդիպումից հետո Դաշնության փոխվարչապետը պնդել էր, թե միայն Հայաստանի կառավարությունն է կասկածի տակ առնում երկաթուղային ոլորտում համագործակցության հնարավոր շարունակությունը։ Ռուսաստանի Դաշնության բոլոր հարևանները նույնիսկ Եվրամիության անդամներ հետաքրքրված են ռուսական
երկաթուղային ցանցից օգտվելով եւ ռուսական երկաթուղիների հետ համագործակցելով, եւ միայն Հայաստանի կառավարությունն է կասկածի տակ դնում համագործակցության շարունակականությունը։ Հայկական երկաթգծերը Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարմանը հանձնվել են 2008-ին 30 տարով եւ այս պայմանագիրը եւս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փաստաթղթի գոյության 18-րդ տարում փորձագետներն այնքան էլ իրատեսական չեն համարում կառավարական փոփոխությունները, որքան էլ Երևանի առաջ քաշած պատճառներն օբյեկտիվ լինեն, շեշտում են մասնագետները։ Չեմ կարծում, որ մոտակա կես տարվա ընթացքում հնարավոր լինի կառավարման երկաթուղու հանձնումը այլ երկրին, որովհետև իհարկե սա արդեն վնաս կհասցնի Ռուսաստանի Դաշնությանը եւ իրեն կարող է կտրուկ արձագանք իրենց կողմից լինի։ Մասնագետների գնահատմամբ երկաթուղու շուրջ ընթացող քննարկումները վաղուց արդեն դուրս են եկել զուտ պայմանագրային կամ տեխնիկական հարցերի շրջանակից։ Դրանք արտացոլում են ավելի լայն գործընթացներ, որոնք առնչվում են նաև արտաքին քաղաքականության եւ տարածաշրջանային հավասարակշռության խնդիրներին։ Փորձագետների կարծիքով հայկական երկաթուղու ռուսական կառավարման շուրջ ձևավորված իրավիճակը վկայում է, որ ռազմավարական ենթակառուցվածքների կառավարումն այլևս միայն տնտեսական նշանակություն չունի, այն դարձել է պետությունների միջև հարաբերությունների մակարդակը, փոխադարձ վստահությունն ու հետագա քաղաքական կուրսը չափելու ցուցիչ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրել են 2026-27 թվականների խորհրդակցությունների ծրագիրը հանդես եկել համատեղ ասուլիսով։ Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նշել է, որ Մոսկվան հետևողականորեն աջակցում է Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման հարցում։ Ջեյհուն Բայրամովը իր հերթին հայտարարել է, թե Բաքվի եւ Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է պնդել, թե Բաքվի նախաձեռնություններն են մեծապես նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը։ Չնայած այս հայտարարություններին Բաքուն հրաժարվում է ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, որը նախաստորագրվել էր դեռ անցած տարի Վաշինգտոնում։ Видим существенный потенциал платформы регионального сотрудничества 3+3. Մենք տեսնում ենք, որ տարածաշրջանային համագործակցության 3 գումարած 3 հարթակի նկատմամբ հետաքրքրությունն աճել է, կան գործակցության այլ հարթակներ եւս եւ Մոսկվան հետեւողականորեն աջակցում է Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման հարցում, այդ թվում պատրաստ է աջակցելու տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաեւ հումանիտար հարցերի լուծման գործում։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Թուրքիան տեխնիկական քայլ է կատարել Սաբահ պարբերականի տեղեկացմամբ Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական 077 կոդը եւ համապատասխան փոփոխություններն ընդգրկվել պետական էլեկտրոնային մաքսային տեղեկատվական համակարգում։ Փոփոխությունը հնարավորություն կտա օրինակ Թուրքիայից երրորդ երկրի միջոցով Հայաստան ուղարկվող ապրանքների վերջնական նպատակակետը նշել Հայաստանը։ Ներկայում երկու երկրների միջև շրջանառությունը հասնում է շուրջ 335-ից 350 միլիոն դոլարի։ Թուրքական կողմը նպատակ ունի մոտ ապագայում այդ ցուցանիշը հասցնել 1 միլիարդ դոլարի։ Հայաստան դաշինքը կվերցնի մանդատները բացի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից դաշինքի падգամավորի տեխնացու Ագնես Ախամոյանը ժամին հայտնել է, որ 9-րդ գումարման ազգային ժողովում դաշինքը կունենա 12 տեղ, падգամավոր կդառնա նաև ցուցակի 13-րդ համարը Մեսրոբ Մանուկյանը։ Հիշեցնեմ, Հայաստան դաշինքը մանդատները վերցնելու մասին հայտնել էր ավելի վաղ, իսկ խորհրդանական ընտրություններում ստացել էր 144,983 ձայն կամ մոտ 99%։ Առջևում թողարկման երկրորդ հատվածն է, կվերադառնանք րոպեներ անց։ Հայկական ձկները կարող են Եվրոպա հասնել, երբ եւ ինչպես։ Աճեցված Հայաստանում, արտահանված Իրանից, զգուշացում Մոսկվայից։ Ռուսաստանը սահմանափակում է նաև թուրքական մրգերի ներմուծումը։ Անտառում ուտել խմելուց հետո չմոռանաք մարել կրակը։ Էկոպարեկների լիազորությունները ավելանում են։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ ԱՄՆ զինված ուժերը 6-րդ գիշեր անընդմեջ ուժգին հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, հարվածների թիրախում են հայտնվել քաղաքացիական օբյեկտներ, իրանական լրատվամիջոցների տեղեկացմամբ թիրախավորվել են Հորմոզգանի նահանգի 3 կամուրջներ, Բանդար Աբասի բնակելի թաղամասը, Քիշ կղզու էլեկտրական ենթակայանը, ինչպես նաև Բանդար Աբասի եւ Իրան Շահիրի օդանավականների մերձակայքը։ Հայտնում են նաև, որ պայթյուններ են եղել նաև Բուշեր ատոմակայանի մերձակայքում։
Իրանի պահապանների կորպուսը հարվածել է Սիրիայի տարածքում տեղակայված ԱՄՆ հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին։ Ըստ տեղեկությունների, հարձակման հետևանքով ոչնչացվել են Միացյալ Նահանգների ռադիոլոկացիոն կայանը եւ ուղղաթիռներ։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել է Իրանի ուղղությամբ հերթական հարվածների շարք իրականացնելու մասին։ Ամերիկացի զինվորականներն օգտագործել են կործանիչներ, ԱԹՍ-ներ, ռազմանավեր եւ կիրառել բարձր ճշգրտության սպառազինություն։ Մոսկվան հերքում է Միացյալ Նահանգներում ընտրական գործընթացներին միջամտելու մասին Վաշինգտոնի մեղադրանքները։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին եւ ակնկալում է, որ ոչ ոք չմիջամտի իր գործերին։ Պեսկովի գնահատմամբ ԱՄՆ նախագահի հայտարարությունը անհիմն է, չապացուցված եւ անձնական տեղեկություն է։ Հիշեցնեմ, ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը բնակչությանն ուղղված 40 րոպեանոց ուղերձում խոսել էր ամերիկյան ընտրություններին օտարերկրյա միջամտությունն ապացուցող փաստաթղթերի մասին եւ հայտարարել, որ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը եւ Հյուսիսային Կորեան հնարավորություն ունեն ազդելու ԱՄՆ ընտրությունների վրա։ Ապօրինի զարտուղի ճանապարհով 220 միլիոն ամերիկացի ընտրողների անձնական տվյալների մուտք ունեցող Չինաստանը իրականացրել է պատմության մեջ ամենամեծ տվյալների հափշտակությունը։ 2018-ի կեսերին Չինաստանը փորձել է կողմնակի միջամտությամբ ազդել նախ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջանկյալ ընտրությունների, ապա ավելի ուշ նաև 2020-ի նախագահական ընտրությունների արդյունքների վրա։ Հայտնաբերել են քաղաքացիություն չունեցող, բայց դաշնային ընտրություններում քվեարկելու համար գրանցված մոտ 278,000 մարդու, ենթադրաբար նրանց թիվը կարող էր ավելի շատ լինել։ Բելարուսի տարածքում Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել։ Զոհված 31 ռուս զինվորի դիմաց Մոսկվան Կիևին է փոխանցել 501 զոհված զինծառայողի մարմին։ Հիշեցնեմ, նախորդ ամիս Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ կողմերը գերիներ էին փոխանակել 160-ի դիմաց ձևաչափով։ Արդյոք հայկական ձուկը Եվրոպա կհասնի կամ երբ եւ ինչպես։ Սրանք հարցեր են, որոնք վերջին օրերին ձկնարտադրության ոլորտում ամենաքննարկվողն են։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում է, որ հնարավորություն կա, բայց պայման էլ կա։ Պետք է եվրոպական ստանդարտները ապահովված լինեն։ Տնտեսվարողները մինչդեռ կարծում են, դա այնքան էլ հեշտ ճանապարհ չէ, բացի այդ ասում են, եվրոպական ու ռուսական շուկաները անհամեմատելի են, որովհետև օրինակ Ռուսաստանում վաղուց արդեն հայկական ապրանքը գովազդելու կարիք չկա։ Հայկական գյուղմթերքի Ռուսաստան արտահանման արգելքի հետևանքների դեմ պայքարող հայաստանցի ֆերմերներին միացել են նաև ձկնարտահանողները։ Հայաստանից արտահանվող գրեթե ամբողջ ձկնամթերքը տարիներ շարունակ տեղափոխվում էր Ռուսաստան, որտեղ հայկական արտադրանքի սպառման հետ կապված որևէ խնդիր չէր առաջանում։ Հիմա սակայն իրավիճակ է փոխվել։ Մարդիկ ստիպված են նոր շուկաներ փնտրել։ Բայց սպეციფიկ պրոդուկտ դիտարկվող ձկնամթերքի մասով տարբեր շուկաներում տարբեր պահանջներ են գործում։ Հիմա հույս կա, որ հայկական ձկնեղենի որոշ մասը գուցե հնարավոր լինի արտահանել Եվրամիություն։ Ամսի 20-ին այս տարվա մենք նաև հյուրընկալելու ենք 4 փորձագետ Եվրոպական միության երկրներից, տարբեր երկրներից կլինեն փորձագետները Հայաստանի Հանրապետությունում, ցույց կտան բոլոր այդ լրացման եւ գործընթացի վերաբերյալ մանրամասն հարցերը։ Եվրամիության անդամ երկրներ ձկնամթերքի արտահանման process-ը վերահսկող լիազոր կառույցը սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է։ Արտահանման համար ձեռնարկատերերը պետք է դիմում ներկայացնեն տեսչական մարմին, որին անհրաժեշտ է կցել 18 այլ փաստաթուղթ։ Այդ ցանկը կա կառույցի կայքում, տեղեկացնում է կառույցի ղեկավարը։ Ստուգում ենք իրականացնելու տնտեսվարողների մոտ գնահատելով իրենց համապատասխանության վերաբերյալ, այսինքն կազմելու է տեսուչի կողմից կազմվելու է տեղեկանք, եթե տվյալ տնտեսությունը համապատասխանում է բոլոր այդ պահանջներին, որ մենք կարող ենք իրան գրանցել TRACE-իս համակարգում, դրանից հետո տեսչական մարմինը գրանցում է տվյալ կազմակերպությունը TRACE-իս համարում։ Տնտեսվարողի Եվրամիություն արտահանման իրավունքի հաստատումից հետո նրան տրվելու է կոդ, որը եվրոպացիներին հնարավորություն է տալու օնլայն տեսնել, հետևել հայաստանցի արտադրողի արտադրանքի հետագծին։ Ձկնամթերքի արտահանման հարցով այս ընթացքում հետաքրքրություն է դրսևորել 5 կազմակերպություն, սակայն ՍԱՏՄ-ն նրանցից առայժմ մեկից է գրավոր դիմում ստացել։ Դաշտում առկա ընկերություններից գրեթե 97% տնտեսություններն էլ պատրաստ են։ Նույն տնտեսությունում, ասենք, կարող մարդը ունի լիճ, այդ տնտեսությունը պարիսպապա չի, դա արդեն խնդիր է հանդիսանում։ Այսինքն կան տենց մանր խնդիրներ, որոնց շտկելը որևէ բարձրություն իրենից չի ներկայացնում։
Փորձագետները սակայն հայ բիզնեսմենների Եվրամիության շուկայով հետաքրքրվածության հարցում այդքան էլ լավատես չեն։ Մեծ հաշվով բիզնեսմենը գնահատում է ծախս շահույթ հարաբերակցությունը։ Եթե ինչ-որ բան արտադրել եւ ինչ-որ տեղ արտահանելը ձեռնտու լիներ, վաղուց կօգտվեին ներկայացած այդ հնարավորությունից։ Ես չգիտեմ որևէ երկիր, որը իր տնտեսվարողին մենակ թողի այս հարցում եւ կարծում եմ արտահանման հատկապես ասպարեզում լուրջ աջակցության կարիք կա։ Բացի սա, պետք է լինել ազնիվ եւ խոստովանել, որ որևէ շուկա չի կարող իրենով փոխարինել ռուսականին։ Նախ Ռուսաստանում հայկական արտադրանքը ճանաչում են եւ հավելյալ գովազդային արշավների կարիքը չկա։ Սրանից բացի ռուս սպառողի քիմքին հայկական ձկնամթերքը լիովին բավարարում է։ Ոչ այն ծավալներով առաջին, ոչ առանց կառավարության աջակցության երկուս, ոչ առանց տեխնիկական լուրջ բարելավումների երեք։ Պաշտոնյաները սակայն լավատես են եւ վստահ, որ շուտով ձուկ արտադրող եւ արտահանողները մեկը մյուսի համար օրինակ կծառայեն, այնպես ինչպես ֆերմերներն արեցին։ Ամեն օր համենայն դեպս տարբեր ամբիոններից հրապարակվում է տեղեկատվություն այն մասին, որ հայկական գյուղմթերքը մեծ ծավալներով մտնում է եվրոպական շուկաներ, որտեղ սպառման հետ կապված որևէ խնդիր մեր միրգ բանջարեղենի համար չի առաջանում։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Այս թեմայի մասին առավել մանրամասն առաջարկում եմ դիտել այս կիրակի Սուրանկյան եթերում, իսկ այժմ շարունակենք թողարկումը։ Ռոսսելխոզնադզորը Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը Ռուսաստանի համար։ Բանն այն է, որ Ռուսաստանը կասկածներ ունի, թե Իրանը հայկական ծագման ծաղիկներ է ուղարկում Դաշնություն։ Հրապարակման համաձայն բուսասանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը, սակայն արտադրանքի արտաքին բնութագրերով եւ փաթեթավորման առանձնահատկություններով այն նույնական է նախկինում Հայաստանից ներկրվող ծաղիկներին։ Ռուսաստանը Հայաստանից, այսպես մի քիչ կոպիտ ասեմ, դժգոհ է նեղացած է արևմտյան արտաքին քաղաքական վեկտոր ընտրելու ուղղությամբ։ Եթե մի երկրի նկատմամբ մի որևիցե ապրանքի պատժամիջոց է կիրառվում, տվյալ երկրի ապրանք արտադրողները բնականաբար մտածում են շրջանցող երկիր, եւ հենց Ռուսաստանն էլ ամենաշատ օգտվում է դրանից։ Շատ ռուս գործարարներ ապրանքները ներմուծում են, ասենք, ԱՊՀ անդամ եփետություններ, որտեղից նոր վերարտահանում են նորից Ռուսաստան։ Մի դիմում էլ Ռոսսելխոզնադզորը Անկարային է ուղարկել թուրքական 5 արտահանողներից կորիզավոր մրգերի ժամանակավոր ներմուծման սահմանափակումների համար։ Ռուսաստանի Դաշնության որոշումը հիմնավորում է Թուրքիայից Ռուսաստան ներմուծվող կորիզավոր մրգերի խմբականակներում պարբերաբար ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային համարվող վնասակար տարրերի հայտնաբերմամբ։ Անկարան դեռ չի արձագանքել այս որոշմանը։ Իսկ Թբիլիսիում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված գործարար հանդիպմանը, որին մասնակցել է նաև Վրաստանի մանրածախ առևտրի ասոցիացիայի գործադիր տնօրենը, հայկական կողմը վրացական խոշոր առևտրային ցանցերին ներկայացրել է արտահանման պատրաստ սննդամթերքի, խմիչքի եւ գյուղատնտեսական արտադրանքի հետ կապված առաջարկները։ Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատնյանն ընդգծել է, որ հանդիպման հիմնական նպատակը առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումն ու գործարար նոր կապերի հաստատումն է։ Տնտեսագետների գնահատմամբ Վրաստանի շուկան թեև չի կարող ամբողջությամբ փոխհատուցել Ռուսաստանի տնտեսական արգելափակման պայմանավորված հնարավոր կորուստները, սակայն կարող է դառնալ ինչպես հայկական արտադրանքի իրացման լրացուցիչ հարթակ, այնպես էլ վերաարտահանման կարևոր ուղղություն։ Պետք է հաշվի առնենք, որ Վրաստանի շուկան չի կարող կլանել հայկական ապրանքի զգալի մասը։ Դա ընդհանուր աշխատանք պետք է լինի, սկսած բրենդավորումից եւ պետությունների միջև պայմանավորվածություններից, մինչև, ասենք, օրինակ, լոգիստիկական, այսինքն ճանապարհային աշխատանքներ Հայաստանում, այսինքն ճանապարհային ցանցերի լայնացումով։ Այս ամեն ինչը կառատեսականորեն բերի փոփոխությունների, բայց օբյեկտիվորեն Թուրքիայի հետ մրցելը այս վիճակում անիրատեսական է։ Բնության գրկում լինի անտառում, թե գետի ափին, ուտել խմելուց հետո մի մոռացեք ոչ միայն ձեր ետևից հավաքել աղբը, այլև մարել կրակը։ Մի փոքր կայծը կամ ապակու մի կտորը կարող է խոշոր հրդեհի պատճառ դառնալ, զգուշացնում են ոլորտի մասնագետները։ Անդառնալի կորուստներից խուսափելու համար էկոպարեկների լիազորությունները ավելանում են, կարող են եւ ձեզ չթողնել մուտք գործել անտառ, չզարմանաք։
Ամառային տապը հրդեհային անվտանգության վերահսկողության պահանջը հրատապներից է դարձնում։ Անտառային հատվածներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում կառավարության համապատասխան որոշմամբ եւ նոր կարգավորումներով այսուհետև այն վերապահվելու է էկոպարեկային ծառայությանը։ Հրդեհավտանգ ժամանակահատվածում հենց էկոպարեկային ծառայությունն է իրականացնելու մշտական հսկողություն, անհրաժեշտության դեպքում սահմանափակելով մարդկանց եւ տրանսպորտային միջոցների մուտքը վտանգավոր հատվածներ։ Դրանից բացի ծառայությունը անտառային ճանապարհներին նախազգուշացնող ցուցանակներ է տեղադրելու, վերահսկելով նաև անտառներում գործունեություն իրականացնող անհատների եւ կազմակերպությունների կողմից հակահրդեհային կանոնների պահպանումը։ Հրդեհի ծագման դեպքում էլ էկոպարեկները անհապաղ տեղեկացնելու են համապատասխան մարմիններին, մասնակցելով նաև մարման աշխատանքներին։ Ամեն տարի կմշակվի նաև հրդեհների արձագանքման գործողությունների պլան, փրկարար ծառայության համաձայնեցմամբ։ Միաժամանակ անտառտնտեսությունները եւ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պոակները կապահովեն հակահրդեհային ենթակառուցվածքների ստեղծումը, անտառների մաքրումը դյուրավատ նյութերից եւ կկազմակերպեն անվտանգ հանգստի գոտիներ։ Բնապահպանների խոսքով հատկապես ամռան ամիսներին շարունակական հսկողությունը թույլ է տալիս հրդեհը հայտնաբերել ամենավաղ փուլում, երբ այն դեռ հնարավոր է արագ մեկուսացնել։ Նրանց գնահատմամբ կարևորը այն է, որ աշխատանքը արդյունավետ կատարելու համար էկոպարեկները պարբերաբար անցնեն մասնագիտական վերապատրաստումներ։ Եթե այդպես չլինի, հնարավոր չի, որ բարեկային ծառայությունը առանց այդպիսի գոյություն ունենա, որովհետև մարդը պետք է հասկանա նրանք ինչ պետք է վերահսկեն եւ ո՞նց։ Կլիմայի փոփոխության պայմաններում ըստ բնապահպանների անտառային հրդեհների վտանգը նկատելիորեն աճում է։ Անտառային հրդեհների տեսանկյունից Հայաստանում առավել խոցելի է շարունակում մնալ Մեղրու տարածաշրջանը, որտեղ բարձր ջերմաստիճանը ու բնական պայմանները մեծացնում են հրդեհների ծագման հավանականությունը։ Միաժամանակ մասնագետները նշում են, որ վերահսկողության ուժեղացումը ինքնին բավարար չէ։ Արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է նաև ժամանակակից հակահրդեհային տեխնիկա։ Ինչքան հիշում եմ, մենք տեսել ենք այդպիսի փորձ տարբեր երկրներում, ամենակարևորը տեխնիկայի հարցն է։ Մենք այդ տեխնիկայի կարիք ունենք եւ այդ տեխնիկայի կարիքը քանի տարի չի բավարարում։ Նոր կարգավորումների արդյունավետությունը ըստ մասնագետների կախված կլինի ոչ միայն վերահսկողության իրականացումից, այլև համապատասխան տեխնիկական, կազմակերպչական եւ կանխարգելիչ միջոցառումների հետեւողական կիրառումից։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, հեռու մի գնացեք։ Աղիքային վարակ Բյուրեղավանում, ով է մեղավոր, հոսպիտալացվածներ կան։ Բացել փակված ձեռնարկությունը, մուլտիստոունի աշխատակիցների պահանջը եւ մեկնարկել են շատիվանքի որմնանկարների ամրակայման աշխատանքները։ Առավելապես կայուն երկինք, ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Բյուրեղավանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների վիճակը առողջապահության նախարարությունը գնահատում է միջին ծանրության, որն է պատճառը, որ նույն համայնքում երկրորդ անգամ է նման դեպք գրանցվում։ Ջուրը Վիոլա ջուրը ասում է, հետազոտությամբ խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Բնակիչները մինչդեռ շարունակում են պնդել, հենց ջուրն է եղել աղիքային վարակի աղբյուրը։ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել։ Գիշերվա ընթացքում շտապօգնության ծառայության ստացած 15 կանչից 6-ը ավարտվել է հոսպիտալացմամբ։ Սա ընդամենը մի քանի ամսվա ընթացքում նմանատիպ արդեն երկրորդ դեպքն է, ինչը համայնքի բնակիչների շրջանում նոր մտահոգություններ է առաջացրել։ Առողջապահության նախարարության տվյալներով հիվանդների մոտ գրանցվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ ինքնազգացողության վատացում, բարձր ջերմություն եւ որովայնի շրջանում ցավ։ Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։ Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Այս պահին հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները կատարում են համաճարակաբանական հետազոտություններ, նմուշառում եւ լաբորատոր փորձաքննություններ։ Նպատակն է պարզել վարակի աղբյուրը եւ թե ինչ ճանապարհով է այն փոխանցվել։ Մինչեւ հետազոտությունների ավարտը պաշտոնական կառույցները չեն շտապում նշել հիվանդության պատճառը, վերջնական պատասխանը հայտնի կդառնա լաբորատոր արդյունքների ամփոփումից հետո միայն։ Ոչ մի պայմանագրի մեջ, վերը պայմանագրի ցույց տա, չկա 12 ժամյա գրաֆիկ, լավ, կա, 12-ից 6-ը բազմաբնակելի շենքերը պետք է ջուր ունենան, չկա այդ պայմանագրի, չլալով է գալի, շատ, ամենաշատը մի ժամ։ 3 հոգի հոսպիտալացվել են։
Այս իրավիճակը սակայն Բյուրեղավանի համար նոր չէ, հիշեցնենք այս տարվա ապրիլի 21-ին, նույնպես նույն համայնքում աղիքային վարակի բռնկման դեպք էր արձանագրվել։ Այն ժամանակ հոսպիտալացվել էր 11 մարդ, իրականացված հետազոտությամբ խմելու ջրի նմուշարված տվյալների մեջ հայտնաբերվել էին ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոախտածին կոլի խմբի հարուցիչներ։ Այդ բացահայտումներից հետո ջրամատակարարման անվտանգության հարցը դարձավ հանրային քննարկման առարկա։ Կատարված հետազոտությունների արդյունքներով խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Տարածված հրապարակումների եւ հանրային մտահոգությունների հիման վրա ընկերության մասնագետները այս պայն եւս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։ Հորդորում ենք բնակիչներին հետևել բացառապես պետական իրավասու մարմինների պաշտոնական հաղորդագրություններին, չճշտված տեղեկությունների տարածումից եւ անհարկի անհանգստությունից խուսափելու համար։ Թեև նախորդ բռնկումից անցել ընդամենը մի քանի ամիս, Բյուրեղավանում կրկին արձանագրված դեպքերը նոր հարցեր են առաջացնում։ Արդյոք նախկինում բացահայտված խնդիրներն ամբողջությամբ վերացել են եւ կա կապ այսօրվա եւ գարնան արձանագրած վարակի բռնկման դեպքերի միջեւ։ Մինչ այդ առողջապահության ոլորտի պատասխանատուները բնակիչներին հորդորում են պահպանել հիգիենայի կանոնները, օգտագործել անվտանգ խմելու ջուր եւ աղիքային վարակի ախտանշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ 10-րդ օրն է անորոշ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների ճակատագիրը։ Մուլտիստոնի աշխատակիցները այսօր կրկին ակցիա են կազմակերպել, ցանկանալով պարզել իրենք աշխատելու են թե ոչ։ Այսօր էլ հարցերը անպատասխան են մնացել, այս եւ օրվա այլ կարևորի մասին հաջորդ թիվ 1 տեսաշարում։ Պետեկամուտների կոմիտեն հանցավոր սխեմաներով վառելիքի ներկրման փաստ է բացահայտել։ Իրանից Հայաստանը ներմուծվում ավիոկերոսին, որի իրացման վերաբերյալ Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայում տեղեկություններ չեն եղել։ Պարզվել է, որ քաղաքացիներից մեկը դրածո անձանց միջոցով ստեղծել է 9 ընկերություն եւ դրանց միջոցով Իրանից զգալից ավելի ավիավառելիք է ներմուծել եւ իրացրել Հայաստանում։ Նշված 9 կազմակերպություններից 3-ը իրացման վերաբերյալ չեն ներկայացրել համապատասխան հաշվարկներ, իսկ 6-ը ներկայացված հաշվարկներում արտացոլվել են խեղաթյուրված տվյալներ։ Պետությանը պատճառվել է շուրջ 870 միլիոն դրամի վնաս։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեում նախաձեռնել են քրեական վարույթներ, նախաքննությունը շարունակվում է։ Մուլտիստոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության մոտ։ Նրանք պահանջում են հանդիպել քննիչի հետ եւ պարզաբանում ստանալ ձեռնարկության հետագա ճակատագրի վերաբերյալ։ Աշխատակիցների խոսքով արդեն ավելի քան 11 օր է ընկերության աշխատանքը դադարեցված է, իրենք չեն ստացել աշխատավարձները եւ հայտնվել են սոցիալական ծանր վիճակում։ Բողոքի մասնակիցները փորձել են հանդիպել քննիչի հետ, սակայն հանդիպում չի կայացել։ Իրավապահ մարմինները շարունակում են իրականացվող գործողությունների շրջանակում ընթացակարգային աշխատանքները։ Մեկ օրում ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են 168 հանցագործություն, որոնցից 3-ը նախկինում կատարված։ Գրանցված դեպքերի թվում են 64 դեպք առանց համապատասխան իրավունքի տրանսպորտային միջոց վարելու, 16 մարմնական վնասվածք պատճառելու, 14 ֆիզիկական ներգործության, ինչպես նաև խարդախության, հոգեկան ներգործության, փաստաթղթերի կեղծման եւ այլ հանցագործություններ։ Բացահայտվել են նաև գողության, խուլիգանության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, պաշտոնյական չարաշահումների եւ այլ դեպքեր։ Հայտնաբերվել է 16 հետախուզվող, զենք զինամթերք կամավոր հանձնելու գրանցվել է 1 դեպք։ Վերջին 1 օրում հանրապետությունում տեղի է ունեցել 15 ավտովթար, զոհվել է 2 մարդ, եւս 19 ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ամենքային ոստիկանության աշխատակիցները մի շարք համայնքներում բացահայտել են կանեփի ապօրինի աճեցման եւ թմրամիջոցի պատրաստման դեպքեր։ Չարենցավանում, Վաղարշապատում, Արմավիրում, Գյումրիում եւ Եղեգնաձորում իրականացված զինությունների ընթացքում հայտնաբերվել են ընդհանուր 516 կանեփի բույս, ինչպես նաեւ 12.13 գրամ չորացված կանեփանման զանգված։ Որոշ դեպքերում քաղաքացիները խոստովանել են, որ կանեփը աճեցրել են թմրամիջոց պատրաստելու նպատակով։ Բոլոր փաստերով նախաձեռնել են քրեական վարույթներ, կատարվում է նախաքննություն։ Վայոց ձորի պատմամշակութային արժեքներից մեկը Շատիվանքի վանական համալիրը վերականգնման նոր փուլում է պետական ֆինանսավորմամբ այս տարի իրականացվում են Սուրբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի եզակի որմնանկարների ամրակայման եւ մաքրման աշխատանքներ։ Վերականգնման անհրաժեշտությունը պարզվել էր 2024 թվականի մշտադիտարկումից հետո, երբ արձանագրվել էր համալիրի վթարային վիճակը։ Մասնագետների մանրակրկիտ աշխատանքի արդյունքում մաքրվել են տարիների ընթացքում կուտակված մրի եւ մոմի շերտերը եւ բացվել են որմնանկարների գույներն ու նուրբ զարդանախշերը։ Շատիվանքի պեղման, ամրակայման եւ վերականգնման ծրագիրը շարունակվելու է նաեւ առաջիկա տարիներին։
Խոսրովի անտառպետական արգելոցում տեղադրված ֆոտոթակարդներից մեկը կրկին հետաքրքիր կադրեր է արձանագրել։ Այս անգամ տեսախցիկը ֆիքսել է գորշ արջին իր ձագերի հետ։ Կադրերում երևում է, թե ինչպես է արջը հանգիստ շրջում անտառային տարածքում ձագերի ուղեկցությամբ։ Նման տեսարանները վկայում են, որ արգելոցում պահպանվում են վայրի կենդանիների բնական կեսամիջավայրն ու բազմացման համար բարենպաստ պայմանները։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Իսկ թե ինչ եղանակ կլինի մայրաքաղաքում եւ մարզերում հանգստյան օրերին, ինչպես միշտ կպատմի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն առավելապես կայուն պայմաններում, տեղումներ սպասվում են առանձին հյուսիսային գոտիներում, ջերմաստիճանը առաջիկա օրերին էապես չի փոխվի։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 23-ից 28 աստիճան։ Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 30-ից 36, Լոռիում 23-ից 27, Տավուշում 28-ից 32 աստիճան, Արարատում, Արմավիրում կդիտվի 33-ից 36, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 30-ից 34, Սյունիքի նախալեռներում 24-ից 28 աստիճան, Երևանում տեղումներ սպասվում են երեկոյան, այս գիշեր 19-ից 21, ցերեկը 33-ից 36, երեկոյան 26-ից 29 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում բոլորիդ։